Օրեր առաջ մշակութային նորությունների շարքում ձեզ ներկայացրեցինք տիրուհիները պարայի ներկայացման մասին, այսօր շատ ավելի մանրամասն մենք խոսելու ենք մեր հյուրերի հետ, խնդրեմ ներկայացնես։ Այո, Արայի Գևորգյան տիրուհիները պարային ներկայացման հեղինակ եւ բեմադրիչ, Հորովել անսամբլի գլխավոր բալետմայստեր, Բարի լույս, եւ Անդրանիկ Ներսիսյան տիրուհիները պարային ներկայացման երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր, Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք հենց մեզ հետ եւ սկսենք ամենասկզբից, ինչպես որոշեցիք բեմադրել այս ներկայացումը։ Մի փոքր ես հավելեմ հարցը, Հորովել երգի պարի անսամբլը վստահաբար ունի իր ակտիվ գործունեությունը, բայց ինչով է այս պարային ներկայացումը, որը դուրս է որևէ համերգային ծրագրից կամ որևէ պարի բեմադրությունից, որովհետև սա ավելի մասշտաբային ու մեծ աշխատանք է։ Եվ ինչպես միշտ գծակեց տիրուհիներ, թագուհիներին ընտրել այդպես։ Եվ հոգեբանորեն եւ ֆիզիկապես ինչով ենք լրացնում այս պարային ներկայացմամբ խմբի անսամբլի գործունեությունը, խնդրեմ։ Հորովել երգի պարի անսամբլը ինքը ժողովրդական երգ, պար այդ ֆորմատի մեջ է միշտ։ Իհարկե մենք ունենք մեր պարացանկը, երգացանկը, որը իր մեջ ներառում է մեր ժողովրդական երգն ու պարը։ Մենք այսպիսի փորձ նախկինում նաև ունեցել ենք առանձին պարային ներկայացման, Թումանյանի աշխարհն էր կոչվում, արդեն մոտավորապես 7 տարի ինքը անդադ հանդիսատեսի ներկայացում է։ Մեր ստեղծագործական կազմով մենք զրուցում ենք, որպեսզի մեր պարացանկը լրացնենք ինչ-որ նոր պարով։ Մտածեցինք, որ թագուհիների մասին պար պիտի բեմադրենք, հետո այդ ամբողջ զրույցի ընթացքում մի պարը դարձավ մի ամբողջ ներկայացում, սա մոտավորապես մի տարի ու կես առաջվա գաղափար էր, եւ որ պետք է ընդգրկել ավելի շատ թագուհիներ։ Մենք ընդգրկել ենք 5 թագուհիներ, այսպես դարձավ մի ամբողջական պարային ներկայացում մեր գլխի մեջ, բայց չգիտենք դա ոնց պիտի անենք։ Հետագայում իհարկե արդեն երբ որ մեզ միացավ նաև այլ ստեղծագործողներ միացան, կամաց արդեն մեզ համար հասկանալի դարձավ մենք որտեղից պիտի սկսենք ու ուր պիտի գնանք։ Սա առանձնանում է մեր անսամբլի ընդհանուր ձեռագրից եւ դա լավ է, որովհետեւ այս ներկայացման մեջ եւ անիմացիոն ֆիլմեր կան, եւ տեքստեր կան, եւ տեքստերը կարդացել են մեր Գրետա Մեժլումյանը, դերասանուհի, եւ այս ամբողջը լրացվեց մայստրոյի ստեղծած երաժշտությունով։ Երբ որ առաջին անգամ մենք կապվեցինք եւ զրուցեցինք, ես գաղափարի մասին խոսեցի, մայստրոն սկզբից մի տեսակ ավելի sense զգուշավոր մոտեցավ այդ ամեն ինչին, ճիշտ ասած ես էլ մի քիչ վախ ունեի, որ արդյոք կստացվի, որովհետև մեր երաժշտախումբը չէր կարողան երաժշտություն նվագել, ոչ թե նրա համար որ ժողովրդիկների անսամբլ էր, բայց ինձ պետք էր այլ երաժշտություն։ Մի քիչ դասական հիմքի վրա օգտագործված մեր ազգային երաժշտությունները, ինչու՞ չէ նաև օգտագործվեր մեր շարականները, այս գաղափարը տվեցինք մայստրոն Այսինքն ժողովրդիկների նաև միացել է լարային գործիքակազմը փողային սիմֆոնիկ ամբողջ։ Այ մայստրոն հենց հիմա շատ ավելի մանրամասն մեզ կներկայացնի, թե ինչպես է ծնվում այդ երաժշտությունը։ Սիրով գործի իհարկե ոգեշնչող միտք տվող կազմակերպիչը եւ իր գործողը մեր գլխավոր բեղավորը, ոնց ասում են շագերտների մեջ։ Իմ կողմից շատ սիրելի հարգելի մեր Արայիկ Գևորգյանն է։ Առաջին հերթին մերսի իրան։ Հետո իհարկե առանց նախարարության ֆինանսավորման գործը գլուխ չէր կա։ Մեծ գործ, մոտ 100 հոգի չէ, մասնակիցներ, վերջը նաև շնորհակալություն նախարարությանը եւ նաև կուզեի նշեի մեր երգչուհիներից Ամերիկայում Ռուզաննա Պողոսյան ունենք, նա էլ օգնեց սինթեզատորի որոշ բաներ տեխնիկական թերություններ շտկելու այդ հարցով։ Հա, եկել օգտվելով առիթից Արտաշատի համայնքապետարանի նույնպես շնորհակալություն ուզում հայտնեմ, մի փոքր հողամասի հարցով օգնեցին, հանձինս համայնքապետ Կարլեն Մկրտչյանի, փոխհամայնքապետ Սուրեն Մկրտչյանի եւ ներքև աշխատող աղջիկներից բանին մոռացան։ Ես ամբողջ երաժշտությունը գրել։ Հիմա գնացինք դեպի երաժշտություն։ Գնացինք երաժշտությունը։ Երբ Արայիկը զանգեց, ասեց, «Սենց պիտի ասի միտքը ինձ դուր է գալի, թեման, ժամանակաշրջանը, բանը դուր է գալի, որովհետև
շատ տարիներ առաջ նման շատ հաջող մի փորձ ունեցել եմ ես արդեն։ Մի խոսքով հանդիպեցինք, զրուցեցինք, վերջը ընդհանուր հայտարարի եկանք, որ սիմֆոնիկ հնչողություն պետք է ունենա։ Սիմֆոնիկ հնչողությունն էլ կամ բնական օրկեստրով պետք է ստանաս, կամ ասենք սինթեզատորով։ Բնական օրկեստրը դե բնականաբար ոնց ասում են շատ թանկ հաճույք, շատ բարդ բան։ Այդքան եկակե ժամից ավելի երաժշտությունը կատարել, երիքի մի հատ էլ ձայնագրել, եւ մեծ խնդիրների ծախսերի հետ կապված բան էր։ Մի խոսքով սինթեզատորով սկսեցի աշխատել։ Կողքից ժողովրդական գործիքներ ենք հետները ձայնագրել, այնպես չմենակ սինթեզային ձայներ են։ Հա։ Եվ ընդհանուր ունեցան երաժշտական շատ գեղեցիկ ու հագեցված պատկեր։ Նաև օգտագործվել է երաժշտություն, կներես մայստրո, երգ մեր Վանաձորի կամերային նվագախումբը նաև ընդգրկվեց եւ այնտեղ Նաղաշ Հովնաթանի տեքստով մի փոքր հատված կա, որտեղ 30 հոգանոց երգչախումբն է կատարում, այդ ամբողջը ձայնագրեց եւ շատ հետաքրքիր ստացվեց։ Երբ առաջին 3 րոպեն մայստրոն ուղարկեց երաժշտությունը, ես հասկացա, որ արդեն պիտի ստացվի, որովհետև մինչև այդ ինձ համար էլ շատ անհասկանալի էր, ես այս գործը բռնել ենք ու ոնց պիտի սրատակից դուրս գանք։ Իհարկե այս գաղափարը մենք ներկայացրեցինք մշակույթի կրթության սպորտի նախարարություն եւ մեր նախարարությունը ֆինանսավորվեց եւ այս նախագիծը նախարարության դրամաշնորհով ենք իրականացնում։ Իհարկե նաև մենք մեր ներդրումը մեր անսամբլը նաև ունի, ինչպես մայստրոն նշեց, մոտ 100 հոգի զբաղված են։ Ներգրաված են այս պրոյեկտում, այս պրոյեկտում եւ երգիչներ, պարող արտիստներ, ստեղծագործական կազմ, ադմինիստրատիվ կազմ եւ հաջողությամբ կարծում եմ նոյեմբերի 28-ին կհասնենք։ Այ հենց մոտեցանք ամենակարևորին, պրեմիերան տեղի է ունենալու Վանաձորում։ Վանաձորում նոյեմբերի 28-ին ժամը 19:00-ին եւ նաեւ 29-ին մենք 2 օր պահանջարկը շատ մեծ էր, մենք 2 օր ենք պրեմիերան դրել 28 եւ 29-ը։ Եվ շատ շուտով նաեւ մայրաքաղաքում կունենանք։ Իհարկե ցանկություն կա անպայման հաջորդ տարվա մեջ նաեւ մայրաքաղաքում ներկայացնել այս պարային ներկայացումը եւ շատ կարճ անդրադարձ կխնդրեմ գլխավոր կերպարներին, թագուհիներին, ինչն եք հաշվի առել բնականաբար թագուհիները մեր պատմության մեջ միշտ յետին պլան են եղել, մենք միշտ մեծարել ենք մեր թագավորներին, իշխաններին եւ նրանց դերը կարծում եմ ինչ որ չափով նաեւ թերագնահատված է եղել։ Երբ մտածեցի, որ թագուհիները պիտի վերցնենք, միանշանակ որոշեցի, որ դա պիտի լինի մեր յուրաքանչյուր թագավորական դինաստիայից մի թագուհի եւ այնպիսի թագուհի, որպիսի այդ նրա կատարած ինչ որ սխրանքի կամ ինչ որ իրադարձության մեջ ներգրաված լինելու հիման վրա կարողանանք այդ թագուն ներկայացնել նաեւ բարի միջոցով։ Որոնք իմիջայլոց հատուկ են եղել մեր հայ թագուհիներին, որովե հերոսություն։ Երևանդունիներից ընտրեցինք Զարուհուն որպես հավատարմության խորհրդանիշ, Արտաշեսյաններից ընտրեցինք Սաթենիկին, իհարկե Նալանների դուստերներ, բայց մեր Արտաշեսի հավատարիմ կիններ եւ գեղեցկության որպես խորհրդանիշ, իհարկե հայրենասիրության խորհրդանիշը դա Արշակունիներից Փառանձեմ թագուհին է, այդ պատմությունը մենք բոլորս շատ լավ գիտենք, Խոսրովանույշը մեր եկեղեցաշին շինարար եւ Կիլիկիայից Կերանին որպես մայրության խորհրդանիշ եւ այսպես ամեն թագուն մի խորհրդանիշ վերագրելով փորձում ենք այս ներկայացումով ստանալ կնոջ հավաքական կերպար եւ նրան շատ ավելի լավ տեսանկյունից ներկայացնել թե մեր կենցաղում, թե հասարակական կյանքում, թե ինչու՞ չէ նաեւ քաղաքական կյանքում։ Եվ այդ ամենը ներկայացնել բարի միջոցով, սա շատ կարեւոր է, ու շատ գեղեցիկ։ Շատ ավելի հարուստ։ Կարծում եմ ստացված է դա այս ներկայացումը ոչ թե նրա համար, որ բեմադրությունը ես եմ արել, այլ նրա համար, որ ներգրաված են իրոք շատ տաղանդավոր մարդիկ։ Իդեմս մայստրոյի ես նաև անիմացիան, երբ որ նկարում են Մանեն եւ Կրիստինան, ամբողջական անիմացիոն փոքր ֆիլմեր կա, որտեղ ինչ որտեղ հանդիսատեսին ներկայացում է որ թագուհու մասին է խոսքը, որովհետեւ շատ ավելի ընկալելի լինի հանդիսատեսին, որովհետեւ բոլորը չեն որ պատրաստված են եւ
պատմությունը շատ լավ տեղյակ են պատմությունից, այո։ Մասշտաբային մեծ աշխատանքի համար ձեզ իրոք պետք է արժանի մատուցենք, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործություն, բեմադրություն, որը ակնարկում է պատմական որևէ ժամանակաշրջան, այդտեղ հասկանալի է մասշտաբը, հա, գիտենք բեմում կտեսնենք անսամբլային արվեստ, կտեսնենք massական տեսարաններ, մեր գլխավոր դերակատարուհիներին, թագուհիների կերպարներում, մի խոսքով բրավո ձեզ մեծ աշխատանք, լայնածավալ աշխատանք։ Շնորհակալություն, ես կուզենայի նաև շեշտել, որ մեր թագուհիների զգեստները ամբողջան Տերյան մշակութային կենտրոնում է պատրաստվել եւ դիզայները Լիլիթ Մելիքյանն է։ Այո։ Տեքստերը գրել է մեր Լիլիթ Թովմասյանը Գյումրիից։ Երբ ասում ենք 100 հոգի ներգրաված, արդեն իսկ պատկերացնում ենք, թե ինչ մի մեծ խումբ է, այո, ռեժիսորներ եւ այլն աշխատել այս իրականություն դարձնելու համար, այո, Սպասենք ձեզ Երևանում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Մենք էլ սպասում ենք ձեզ Վանաձորում։ Շնորհակալություն, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ այս պահին շարժվենք առաջ։